Ողջույն սիրելիներս, ես Էլենն եմ եւ դուք գտնվում եք Ellen's Kitchen իմ YouTube-յան հարթակում։ Այսօր իմ թվով երկրորդ հաղորդումն է, որտեղ պետք է պատրաստենք 4000 դրամի սահմաններում ինչ-որ ուտեստ։ Ուրի հետ նախապես քննարկել ենք, թե ինչ պետք է պատրաստենք, այժմ կգնամ գնումներս կկատարեմ, դուք էլ հետևեք, որ տեսնեք, թե ինչ համեղություններ է ձեզ սպասվում։ Այս ծաղիկներին նայելիս արդեն հասկանում ես, որ գարնանը հաշված օրեր են մնացել ու սիրտդ բացվում է դրանից։ Սերիչ կատնաշորային քրոմիկներ առանց գինամերների։ Քանի որ մեր հյուրը ունի երկու հրաշք բալիկներ ու ովքեր շատ են սիրում պեչոկի թխվածքաբլիթներ, իրենց համար եւ մեր համար էլ վերցնում ենք այս թխվածքաբլիթներից։ Կոտված հասցեով ենք հիմա, ոստիկանության շենք ենք եկել։ Փաստորեն ոստիկանության կողքի շենքներ մարդը ապրում։ Վերջապես եկավ այն պահը, երբ կիմանաք, թե ում տուն եմ ես եկել հյուր, մեր շատ սիրելի Լիաննա Արշակյանենց տուն եմ եկել հյուր, կարծում եմ ձեզնից շատերը կիմանան, թե ով է Լիաննան, որտեղ շատ ակտիվ ինստագրամյան բլոգ է վարում, եկեք թակենք եւ ավելի մանրամասն հասկանանք, էլ ինչով է զբաղվում մեր Լիաննան։ Hi guys. Hello. Բարի գալու։ Համեցեք։ Բարի ձեզ։ Եկեք։ Համեցեք։ Հարգելի հետևորդներ, ես այժմ գտնվում եմ Լիաննայինց տանը, ավելի կոնկրետ Լիաննայինց խոհանոցում։ Ողջույն Լիաննա ջան կրկին։ Ողջունում եմ Էլեն ջան։ Ովքեր որ չեն ճանաչում Լիաննային, մի փոքր կխնդրենք պատմի Լիաննան իր մասին, իր գործունեության մասին, խնդրեմ Լիաննա ջան։ Սիրով Էլեն ջան, սկսեմ իմ մասին հետևյալից, ես 31 տարեկան եմ, ամուսնացած, երկու երեխաների մայրիկ եմ, գտնվում եմ ֆիզարցակուրսում, բայց զուգահեռ զբաղվում եմ ընտանեկան բիզնեսի գործերով, ամուսուս հետ միասին, իր մոտ գրանցված եմ որպես մենեջեր, շատերը չգիտեն այդ մասին, որովհետև իմ բլոգում չեմ խոսում այդ մասին, բայց այո, զբաղվում եմ այդ գործերով, բլոգինգով ու ամենակարևոր առաքելությունս մեծացնում եմ երկու երեխաներից։ Հիանալի է, նշեմ, որ Լիաննան շատ ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան հարթակում, կարող ես նշել քո ինստագրամը, որ մեր հետևորդներն էլ մտնեն, նայեն, տեսնեն ինչով է զբաղվում, նիկնեյմդ Լիաննա Արշակյան։ Լիաննա Արշակյան, լայվ էի հիշում, դրա համար հարցրեցի։ Ես էլ ով չեմ հիշում։ Լայվ կնշեմ, ներքևում կնշենք Լիաննայի ջան բլոգեր։ Ահա Հարգելի հետևորդներ, հաղորդման ֆորմատը, ովքեր չգիտեն, նորից ներկայացնեմ, մենք պետք է պատրաստենք ուտեստ, որի արժեքը լինելու է մինչև 4000 դրամի սահմաններում։ Այսօր մենք սնվելու ենք բացառապես առողջ, քանի որ Լիաննան իր կառուցվածքից էլ պարզ է, որ առողջ սննդի կողմնակից է, շատ հաճախ զբաղվում է սպորտով,
Ճիշտ է։ Եվ ինքը ինձ ասեց, որ մեր տուն երբ որ գաս, մենք միայն պատրաստելու ենք առողջ սնունդ, ես էլ սիրով համաձայնվել եմ ու դրա համար մենք միասին քննարկել ու որոշել ենք, թե ինչ պետք է պատրաստենք, ինչ որոշել ենք, դա բերել եմ Լիանա ջան, կաթնաշոր եմ բերել։ Ամեն ինչ շատ ճիշտ։ Բրնձի ալյուր։ Այո։ Այստեղ գալուբիկա, հապալաս, այո, հավկիտ եւ ավոկադո։ Հաց թեփով առանց դրոժի եւ մեր գործընկեր բինայի մեղրերը, քանի որ բինայի մեղրերը շաքար չեն պարունակում եւ շատ համեղ են, չգիտեմ, իմ ֆավորիտ մեղրերն են, ովքեր որ փորձել են կփաստեն։ Օգտագործում եմ, այո, շատ հավանում եմ ու երեխաներիս համարյա ամեն առավոտ մի քթալիկ տալիս եմ նոր պարտեզան ճանապարհ։ Ընտիր, սկսենք պատրաստման գործընթացը։ Լիանա ջան, քանի որ դու առավոտյան նախաճաշում ես եւ քո ընտանիքին նույնպես առողջ նախաճաշ ես մատուցում, կխնդրեմ դու ներկայացնես ինչ ենք այսօր պատրաստելու միասին։ Քանի ինչի ընտրեցի նախաճաշի տարբերակը, որովհետև իմ բլոգում հաճախ եմ կիսում առողջ ու էսթետիկ սիրուն նախաճաշերի տարբերակներով ու միշտ մեծ արձագանք ու հետաքրքրություն առաջանում։ Նույնիսկ գրում են ոնց անենք ձեր ռեստորանում ուտենք կատակով։ Դրա համար ավանդական իմ ամենաֆավորիտ տարբերակը նախաճաշի դա սիրնիկներ են։ Պատրաստելու ենք սիրնիկներ առանց որևէ քաղցր հավելման, այսինքն առանց շաքար, ալյուրի փոխարեն բրնձի ալյուր օգտագործենք, այո։ Նաև եթե մարդիկ կլինեն, որոնք ունենան մանեկրուպա, մանիկաշայի, մանրաձավար, ճիշտ եմ ասում հայերեն, մանրաձավար եթե ունեք, կարող եք այս ալյուրի տեղը, այո։ Եվ քաղցրացնելու ենք արդեն Էլենա ներկայացրեց բինայի մեղրով, լինելու է շատ առողջարար, բնական, համեղ եւ ոսկու գին ունեցող հապալասով։ Այո։ Որպես երկրորդ տարբերակ առաջարկում եմ նախաճաշի աղի տարբերակը, ավոկադո տոստ ձվով, որը էլի շատ բալանսավորված, արժեքավոր նախաճաշի տարբերակ է, ողջ օրը էներգիայով լի լինելու համար։ Սկսեցինք, ներենք պատրաստելու։ Ուրեմն ավելացնում ենք ամենագլխավոր բաղադրիչը, դա կաթնաշորն է, այստեղ մենք մոտավորապես 800 գրամ է, հա, մենք տուփը ոնց որ 400 գրամ էր։ Ոչինչ, իսկ դու գիտես հայերեն սիրնիկը ինչպես է կոչվում։ Պանրիկներ։ Պանրիկներ, այո, պանրիկներ։ Միջև դու սա կտրորես, ես հապալասը լվանամ։ Շատ լավ է։ Շատ քաղցր հապալաս էր։ Հիմա կավելացնեմ ես բրնձի ալյուրը։ Ճիշտն ասած, ես իմ պատրաստած բաղադրատոմսերի 90%-ը անում եմ աչքաչափով, երբեք նենց հատուկ գրադիչով չափերով չեմ անում։ Մոտավորապես 2 ճաշի գդալ կավելացնենք, զուտ, որ ապահովի կպչողականությունը ու թավային չկպչի, միջայլոց ես ձեթ չեմ ավելացնում տապակելիս, մաքսիմալ կրճատում եմ ցանկացած կալորիա։ Հավկիթը Ավելացնում ենք 1 հավկիթ։ Ընտանենք։ Ու լավ խառնում ենք։ Լավ, մինչև կխառնես, ես քեզ հարցեր ունեմ, Լիանա ջան։ Լսում եմ Էլեն ջան։ Լիանա ջան, ուզում եմ հասկանալ, միշտ ես դու առողջ սնվում եւ ընտանիքիդ միշտ ես առողջ սնունդ մատակարարում, այսպես ասած։ Իրականում Էլեն ջան, նմանատիպ հարցեր շատ եմ ստանում, մարդկանց թվում է ես բացարձակ օրինակ չեմ ուտում կոնֆետ եւ այլն, բայց ես դեռևս այն աստիճանի գիտակցական մակարդակի եւ ետ առումով չեմ հասել, որ բացառապես առողջ սնվեմ, այս պահին փորձում եմ բալանսավորել, այսինքն օրինակ իմ մտքում ինտուիտիվ եմ սնվում, կազմում եմ տոկոսային հարաբերակցություն, որ 80%-ով սնվեմ առողջ, 20%-ը ոչինչ թող լինի, մի քիչ չարաճճի։ Լավ տարբերակ է։ Այդպես եմ այս պահին սնվում, իհարկե երեխաներիս խիստ սահմանափակումներ չեմ անում, եթե իրենք ուզում են շոկոլադ, բայց անպայման ճաշիկ ուտելուց հետո, դա պայման է մեր տանը, թույլ եմ տալիս ինչու ոչ, ես ինքս էլ եթե մի բան շատ եմ ցանկանում կամ ընկերներիս հետ եմ հավաքվում ենք ու ինչ-որ բան եմ շատ ուզում ուտել, ինձ չեմ զրկում, ուղղակի բալանսավորում եմ, այդպես Որովհետև մենք իրար հետ եղել է դեպքեր, որ անառողջ ենք սնվել, ասեցի մի հատ հարցնեմ։ Այո, ես 80-20 հարաբերակցությամբ առողջ։ Մենք միշտ հանդիպում ենք 20%-ի ժամանակ։ Այո, ընկերների հետ պետք է վայելել։ Այո, համաձայն եմ։
Լիաննա ջան, խոսենք քո կրթության մասին, որտեղ ես ավարտել։ Էլեն ջան, ես բարձրագույն կրթություն ունեմ։ Իրականում մեր հասարակության մեջ կա չէ կարծրատիպ, որ մարդ բլոգինգով է զբաղվում, ուրեմն կրթությունից մի քիչ կարող է կալվի, ցավոք կա նման կարծրատիպ, բայց ունեմ բարձրագույն կրթություն, բակալավրի եւ մագիստրոսի աստիճան, բակալավրը ավարտել եմ մանկավարություն եւ հոգեբանություն բաժնում, մագիստրատուրան սոցիալական եւ քաղաքական հոգեբանություն բաժնում։ Իհարկե ցավոք, բայց իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, որովհետև ցավոք գիտենք, որ այդ ոլորտը քիչ վարձատրվող է ու միշտ ձգտել եմ ավելի բարձր վարձատրվող աշխատանք։ Քանի որ ես եմ հոգեբան, չի ասի ցածր վարձատրվողը, բայց ինձ թվում է մարդիկ կյանքում ընտրում են այն ինչ իրենց հոգուն հոգեհարազատ է։ Ինձ միշտ ասում են, այդ ոնց եղավ, որ դու Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ ավարտելուց հետո 14 թվականից դե աշխատում եմ դպրոցում ու հիմա բլոգինգով եմ զբաղվում, խոհանոցով եմ զբաղվում, դա ինձ շատ հարազատ է, բայց դա չի նշանակում, որ ես թողել եմ իմ մասնագիտությունը ու չեմ աշխատում իմ մասնագիտությամբ։ Ընդհակառակը դա ինձ, այսպես ասած, օգնում է իմ աշակերտները ամեն տեսնեն, օ, ընկերել են, այնքան լավներ ձեր հաղորդում ես, ինչ հավես է, անգամ դիտողություններ են անում տեղին, որ գիտեք ընկերել են այս ռակուրսից նկարեք ձեզ ավելի ասա ուզում այսպես կտեղ շատ հավես է։ Երեխեք ջան, սպասելու եմ ձեր կարծիքը։ Ես այստեղ ուրեմն երկրորդ մեր նախաճաշի երկրորդ տարբերակի համար, ինչպես ասել ես, էսթետիկ կտրատում ես ավոկադոն, ես նկատեցի, շատ էսթետիկ։ Լիաննա ջան, շատ հաճախ երբ որ տեսնում եմ քո բլոգը, դու եւ ամուսինդ գրեթե ամեն շաբաթ փորձում եք ազատ ժամանակ գտնել եւ ձեր բալիկների հետ ձեր հանգիստը վայելեք, ինչպես եք հասցնում ձեր ակտիվ գործունեության հետ նաեւ ընտանիքին այդ ժամանակը նվիրել։ Էլեն ջան, ճիշտ ասած շատ դժվարությամբ, բայց իմ համար դա շատ կարևոր մի ռիտուալ է։ Ինչպես որպես ընտանիք, երեխաների համար, հա, ասենց ուրիշ բանա տանը անդադ գրաֆիկով գծած կյանքը, այլ բան է, որ գնաս քաղաքից դուրս, ինչ որ ծիծաղես միջավայրում, այո, իհարկե, փորձում ենք, իհարկե միշտ չի որ ստացվում է, ամուսնուս գործերը միշտ շատ խառն է, ինքը միշտ զբաղված է, գործարքներ եւ այլն, ամուսինս իրավաբան է մասնագիտությամբ ասեմ, բայց փորձում ենք ու նաեւ փորձում ենք առանց երեխաների փախչել երկուսով ինչ որ տեղ, այո, մեզ շատ օգնում են այդ հարցում ամուսնուս ծնողները, երբ պետք է իրանք պատրաստական են մեզ օգնելու, ինչ համար շատ շնորհակալ եմ իրենց, նաեւ եք հարց, որ նաեւ իմ ծնողները, այո Եվ ամուսնուս ծնողները եւ իմ ծնողները միշտ օգնում են, ինձ համար շատ շնորհակալ եմ, դա շատ մեծ օգնություն։ Իհարկե, համաձայն եմ։ Ավելացնում ենք այստեղ 1 թեյ գտած մի փոքր քիչ վանիլին, որպեսզի շատ անուշ բույր տարածվի, պատրաստելիս ասեմ, խոհանոցում ցենց անուշ բույր է տարածում ու ուտելիս էլ շատ ավելի հաճելի է, այո, եւ այդ կաթի սուր համը չի գալիս։ Այո, կաթի հենց սուր համը։ Եվ ավելացնում ենք մի փոքր սոդա կամ փխրեցուցիչ, ես սոդա եմ ավելացնում, որպեսզի ավելի sense փամփլիկ ստացվեն։ Այո, այո։ Մարիկները։ Ահա, ես խառնեմ ու արդեն փորձենք պատրաստել մեր սիրնիկները։ Այո։ Պետք է կլոր ձև տանք սիրնիկներին, մի փոքր բրինձի ալյունի մեջ թաթախելով ու 4 թավայի վրա տապակենք, առանց ձետ, առանց ոչ մի բան։ Всё։ Էլ մի քիչ թող կոնե սիրնիկների վրա դնենք։ Տեսավաշկը։ Այստեղ հիմա շաղ ենք տալիս մի քիչ բրինձի ալյուր, որպեսզի հեշտ լինի կառավարել մեր խմորը, շաքերտավոր խմորը։ Մի հատ դիր այստեղ ինձ։ Մի փոքր էլ այս ալյուրից բերեմ իմ մոտ։ Արի քեզ առանձին տամ, երկուսով անենք, հա։ Նակի օգնությամբ Եվ կողքերից եմ սիրուն հավասարացնում, ինքը համարյա նույն բաժակի էֆեկտն է տանում ինձ։ Ընտիր։ Իմն էլ այս տարբերակն է։ Պրոֆեսիոնալ։ Տափակացնում ենք։ Իմ դանակը Մի քիչ մեծ եղավ։ Մի քիչ թմբլիկ, բայց սիրուն։ Ամեն մարդ իր մարմնին համապատասխան, սիրելիներս։
Աննա ջան, գիտես ինչ եմ քեզ ուզում հարցնել, քանի որ մեր հայ աղջիկները շատ են բողոքում բալիկներ ունենալուց հետո ավել քաշի հետ կապված։ Երկու բալիկ ունես, դու առնչվել ես այդպիսի խնդրի հետ։ Իհարկե Էլեն ջան, ես ինքս բախվել եմ ավելորդ քաշին, երկու բալիկ ունեմ, բայց ես 4 անգամ եմ բախվել այդ խնդրին, ունեցել եմ թվով 4 հղիություն, այո, դա գաղտնիք չի, ճիշտ է, շատ չեմ խոսում իմ բլոգում, բայց այնպես էլ չի գաղտնիք, այո, թվով 4 հղիություն եմ ունեցել, լիարժեք 4 բնական ծննդաբերություն, ցավոք առաջին երկու հղիությունները վատ ավարտ են ունեցել, բայց դրա հետ մեկտեղ ունեցել եմ հղիության հետևանքները 20-25 կիլոգրամ ավելորդ քաշ ամեն հղիությունից հետո, այո, 4 անգամ ու հաղթահարել եմ այդ 20-25 կիլոգրամ ավելորդ քաշը միմիայն առողջ սննդի ու մարզվելու շնորհիվ։ Երբ որ հնարավորություն չունեի գնալ մարզասրահ, երեխայիս պահող չկար եւ այլն, սկեսուրս ու մամաս հեռու են ապրում, միշտ չի ստացվում որ կան։ Ես տանն էի մարզվում երեխաներից հետ, օրինակ քնածնելու ցենց մարզվելով էի քնածնում ու երբ երեխաս դառնում էր 2 ամսական, իրենց հետ գնում էի մարզասրահ։ Մանկասայլակով գնում էի մարզասրահ, այնտեղ ինձ օգնում էին, պահում էին երեխաներից, ես մարզվում էի։ Ացան լավ տաքացված է, չորկացայի մեջ տեղափոխում ենք մեր կաթնաշոռային զանգվածները, որպեսզի երկու կողմից լավ տապակվեն։ Մինչ կտապակվեն, Լիանա ջան, ինձ պատմիր, թե ինչպես սկսեցիր բլոգ վարել։ Էլեն ջան, ճիշտ ասած, բլոգ վարելու միտք մինչև վերջերս չունեի։ Իմ համար իմ էջը զուտ լավ հիշողությունների ալբոմ էր։ Սիրում էի էսթետիկ գեղեցիկ պրինտեր ունենայի, նկարներ, իմ կյանքի հետաքրքիր պահերով կիսվում էի, զուտ որ ես թերթեի նայի հիշեի։ Ու ընթացքում իմ ընկերները, իմ հարազատները անընդհատ ասում էին, ինչի՞ չես բլոգ վարում, քո մոտ շատ լավ է ստացվում, քեզ հետաքրքրությամբ կհետևենք, կնայենք եւ այլն։ Եվ այդպես որոշեցի, որ ինչու ոչ, կարելի է զբաղվել ու ոնց որ թե ստացվում է։ Այո, շատ գեղեցիկ է ստացվում։ Մինչև պանրիկները կտապակվեն, ես նախապատրաստեմ տոստի հացը, որպեսզի մեր երկրորդ աղի նախաճաշի տարբերակը պատրաստենք։ Մեր պանրիկները քաղցրացնելու ենք բինայի մեղրերով։ Իմիջիայլոց նշեմ, որ բինան բացի սովորական իր մեղրերից ունի նաև այսպիսի դդմի կորիզներով մեղրեր։ Իմիջիայլոց դու սիրում ես դդմի կորիզներով մեղր։ Իրականում ես դդմի կորիզով մեղրը չեմ փորձել, լավ առիթ է կփորձեմ, այո, շատ հետաքրքիր է։ Այստեղ եմ դնում, անպայման կփորձես, կկիսվես կարծիքովը։ Շնորհակալ եմ շատ անպայման, իսկ մեր սիրնիկները արդեն պատրաստ են, մի հատ գնահատեք նախնական տեսքը։ Հիմա կձևավորենք մեր հապալարներով Եվ րոպե քաղցրացնենք։ Իհարկե կքաղցրացնենք բինայի անարատ մեղրով։ Բանի տախտակի հետ էլ շատ սիրում ես օգտագործում եմ։ Թավայի մեջ մի փոքր ավելացրել եմ ձիթայու, շատ քիչ ուղղակի ցողել ենք, որպեսզի չկպչի։ Եվ արդեն կոտրում ենք մեր հատկիտները։ Մինչև պատրաստ կլինեն մեր հատկիտները, կրեմ պանիրով պատենք մեր տոստի հացը։ Մարդկանց մոտ կա կարծրատիպ առողջ սնվելը թանկ արժի, քան ոչ առողջ սնվելը, բայց վստահեցնում եմ, ստաբիլ առողջ սնվելը ավելի մատչելի կարժենա, քան անառողջ սնվելը։ Հետո այդ անառողջ սնունդը տանելու ենք բժիշկներին գումար տանք, որ լավանանք։ Միանշանակ։ Բացի մոտիվացնում է ինձ Լիանան, ես լանչ անելուց հետո դուք ավելի շուտ եք սով զգալու ու երկրորդ անգամ ուզելու եք ուտել, քան առողջ սնվելուց հետո։ Ճիշտ է, անցնենք ավոկադոին։ Ավոկադոն անենք, մեր ձուն էլ արդեն պատրաստ է, նա ինձ սիրուն է, շատ սիրուն է։ Ես այսպես դնեմ։ Այսպես, հիմա ձուն դնելու ես վրան, այս վերցնեմ քեզ չխանգարեմ։ Տեսեք, այս ձև պատրաստացություն չի էլ ինքը թուլանում, շատ հարմար միանգամից տեղավորվում է մեր տոստերի վրա։
Ու վերջում կավելացնենք մի համեմունք, որը ես շատ եմ սիրում, ինքը շատ լավ է համադրվում այս տարբերակի հետ։ Իրականում ինքը նախատեսված է բեյգլների համար, բայց ձվի հետ շատ լավ է։ Բեյգլները այն հացիկներն են, եթե Հա, այն կլոր հացիկներն է, իմիջիայլոց դա եմ ես որակով պատրաստում, կաթնաշառով։ Դա եմ ամեն ինչի առողջ տարբերակը հնարավոր է ստանալ, նույնիսկ տորթի։ Համամիտը։ Ինչքան ախորժելի տեսք ունի։ Սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, առողջ սնունդը ունի այսպիսի էսթետիկ եւ գեղեցիկ տեսք, շնորհիվ Լիաննա Արշակյանի։ Վստահ եմ, որ համն էլ հիանալի լինելու։ Փորձենք։ Արի ես քեզ հյուրասիրեմ։ Շնորհակալ եմ շատ։ Անկեղծ կա։ Ինքն սիրունա ափսոսում եմ ուտում։ Ահա։ Էս ինչպես են ուտում առողջ սնունդը։ Որ հարմար լինի։ Ես էլ եմ ձեռքովին ծտել։ Ասում եմ, սպիտակուցային բոմբություն։ Շատ համեղ է, բայց կշտանալու եմ, սա չհասցնեմ ուտել։ Դրա համար արի մի հատ էլ նրանից փորձեմ։ Ես երևի քեզ մի հատ էլ մեղր տամ։ Լավ, շնորհակալություն։ Լինի։ Բավականին արել էի, բայց մի հատ էլ տուր։ Այ։ Կարևորը խմորային ոչ մի բան չկա։ Անմահական։ Ես կաթնաշոր շատ եմ սիրում, կաթնաշորով պատրաստված ամեն ինչ շատ եմ սիրում։ Ոչ շատ համովալյան։ Այս վանիլը իսկապես տեղին էր։ Ես երբեք չէի ավելացրել վանիլ, բայց շատ համեղ է վանիլը։ Նույն տրամաբանությամբ կարելի է պատրաստել նաև առողջարար cheesecake։ Ես պատրաստում եմ, այո, մի օր կհրավիրեմ սուրճի։ Մեծ սիրով։ Կուտենք առողջ։ Լիաննա ջան, ինձ հետ բերել եմ Պեչոկ ընկերության այս համեղ թխվածքաբլիթներից 2 համ։ Պեչոկ ընկերության թխվածքաբլիթները պատրաստվում են իսկապես բարձր հումքից եւ կարող են քո բալիկները վայելել եւ ինչու ոչ դու։ Կգնահատեն հաստատ։ Ահա։ Պատասխան կտամ ապայման, մերսի, շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Սիրուն եմ դասավորված։ Մակով Շատ համով է։ Շատ հապու։ իսկապես։ Լիան ջան, շատ շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալ, շատ հաճելի է։ Նմանապես ինձ թվում է Լիաննան մոտիվատոր հանդիսացավ, որպեսզի ես եւ շատ մարդիկ այսօրվանից սկսված առողջ սնվեն եւ փորձեն իրենց ռացիոնում առողջարար սննդամթերք օգտագործել եւ պարապել։ Շնորհակալ եմ։ Շոտ լավ բանամ։ Տեսություն։